Հավաքանան ինչ ընթացք կա հիմա այս դիմումները ինչ ժամկետում պիտի Չէ, հաղթանակի դեմ իրականացնելու ենք բոլոր միջոցները դրանցից մեկը առնվազն այսօր իրականացրեցին իհարկե իրավական ինչ ժամկետներում պետք է քննի Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը, երբ ընտրության արդյունքների ամփոփումը տեղի կունենա։ Այո, բայց նույն օրը։ Այդ երկու տեղամասերը, որտեղ որ անվավեր ճանաչվեց, դրանցից մեկում դուք եք հենց դիմել ճիշտ է վերահաշվարկի համար։ 35-65-ի մասին է խոսքը, այդտեղ նաև վստահված անձանցից, հենց ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանցից մեկը արձանագրում դրա վերաբերյալ կատարել էր։ Պահանջ վերահաշվարկի, ես ստացվում է, որ ԿՀ-ն իրականացրել է ձեր այդ պահանջը։ Մեր կողմից ներկայացված պահանջը չի վերաբերում տեխնիկական, պարզապես անվավեր ճանաչելու։ Եթե նշվածը մեր կողմից խնդիրն էր արձանագրվել, իդեպ մենք առանձին դիմում անվավեր ճանաչելու պահանջով չենք ներկայացրել։ Իդեպ իմ գործընկերը Տիկին Մելոյանը մեկ այլ ընտրատեղամասի վերաբերյալ է հենց նման պահանջ ներկայացրել, որի վերաբերյալ մինչ օրս ընթացք չկա։ Կարող եմ հարցնել, ինչի է այդ տարբերակված մոտեցումը։ Կարող եմ հարցնել, որ իրականում կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկը կատարելու շրջանակներում նկատել է, թե արդեն որոշակի ինչ պատկեր է փոփոխվում ընտրական գործընթացի դասավորվածության տեսանկյունից, թիրախավորելով կոնկրետ մեկ քաղաքական ուժի, ամեն կերպ փորձելով, որ վերջիններս չհաղթահարեն անցողի քշեմը, նման որոշում կայացրեց։ Իդեպ կարող եմ ասել, որ կրկին, եթե օրինակ Տիկին Մելոյանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա դառնար, այն որևէ ընտրական գործընթացի վրա ազդեցություն էական չեր ունենա, այլ արդ ԿՊ-ի ձայների վրա ազդեցություն կունենար, բայց իրենք հենց միգուցե նաև դրանով են կաշկանդում։ Ընտրատեղամասում 306 քվեեիք ստացել, պարոն Վարդանյան։ Նշված երկու ընտրատեղամասերում հանրագումարով, եթե ասեմ, երկու ընտրատեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, 500-ից ավելի ձայն ստացել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, եւ կարող եմ նաև այս հանգամանքն էլ բացահայտել, ինչպես իմ գործընկերները նշել էին, ինչպես նաև հենց Նարեկը Կարապետյանն նշել էր, մեր կողմից հետևողականություն ցուցաբերվելու է մեր յուրաքանչյուր քվեի վերաբերյալ, եւ եթե մենք կտեսնենք, որ վերաքվեարկության հետ կապված որևէ մի նոր ապօրինություն տեսանկյունից է մշակվում, մենք նաև իրավական որոշակի գործիքակազմ այդ մասով էլ ունենք։ Հիմա բոլոր խաղաքարտերը չբացեմ, բայց բոլոր դեպքերում։ Կարապետյանը նաև հայտնել էր, որ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է խորհրդարան, օրինակ կարևոր պաշտոնների որոշման դեպքում ընդդիմությունը իր ձայնը ասելու է եւ այդտեղ օրինակ դատախազ եւ այլ պաշտոններ կարող է ԿՊ-ն իր առաջարկած անձին չնշանակել։ Այս մասով իշխող ուժից էլ ասում են, դե հիմա օրինակ Աննա Վարդապետյանն էլ կմնա հավեր ժամանակավոր պաշտոնակատար, դատավորները կլինեն ժամանակավոր պաշտոնակատար, չի լինի։ Գիտեք, ձեր նկարագրածը ամբողջությամբ հենց իդեպ դա հենց ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքի նկատմամբ ծաղրի տիրույթում։ Եթե դա է այն իրավական մշակույթը, որը պետք է Հայաստանում ձևավորվի, դրա դեմ էլ որոշակի գործողություններ կան։ Իդեպ հենց համանadrական այն մասով, որ Հանրապետություն կուսակցությունը դիմել էր ԿՀ, որպեսզի ձեր գրանցումը անվավեր ճանաչեն։ Եթե դուք դիմեք ՍԴ, մտավախություն չունեք, որ կարող է իրականում այդ Հանրապետության կուսակցության դիմումը իրագործվի, այսինքն ձեր մասնակցությունը անվավեր ճանաչվի։ Այսինքն այն մամուլի քաղվածքները, մամուլի հրապարակումների քաղվածներից պետքա մտահոգվենք, հա, ձեր պատկերացմամբ։ Ավելին ասեմ, ես խոստացել էի, որ ձեր մի հարցին պետք է անդրադառնայի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքելով իմ կողմից ներկայացված դիմումին, որ անմեղության կանխավարկածը սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության, որը դեռ չի փոխվել, էլի, այդ սահմանադրության մեջ անմեղության կանխավարկածը գրված է, հստակ երաշխավորել է, որ անմեղության կանխավարկածը պետք է հարգվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ելնելով իմ կողմից ներկայացված դիմումից եւ այն արհեստական շարժումներից, որոնք տեղի էին ունենում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վերաբերյալ, երբ ինչ որ օրինակ ձայնագրություն էին հրապարակում, որտեղ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք բառը անգամ չի հիշատակվում, բայց վերագրում էին այդ ձայնագրությունը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, ԿՀ նախագահը խնդրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից այլևս ձայնագրություններ հրապարակելու շրջանակներում որևէ կերպ չհիշատակվի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, իսկ այլ կուսակցության, օրինակ քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, որ ի վերջո մի հատ գոնե այտենց հրապարակում լիներ, ԿՊ-ի անունն էլ չհիշատակվի։ Այդ գրության վերաբերյալ ԿՀ-ի կողմից ուղարկելու պայմաններում հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ անտեսել է դրանով սեմացնելով
այս կառույցի դերը։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ ասում են, որ այդ գործընթացները, որոնք իրականացնում են, խորհրդարան անցած եւ որոշակիորեն դեռ բարձ չդարձած ուժերը լավ են, բայց բավարար չեն եւ պետք է զուգահեռ փողոց գեներացվի, որպեսզի ճնշում լինի եւ այլն։ Հիմա փաստորեն իրավական մի հանգամանք էլ բացահայտեմ ձեզ։ Կարծում եք, որ հնարավոր է հասնել հաջողության։ Մի հանգամանք բացահայտեմ ձեզ, իրավական նոր կբացահայտեք հաշվի առնելով այն հանգամանքները, որ նաև եւ ձեր կողմից եւ ընդդիմադիր մյուս ուժերի կողմից հնչում է տեսակետներ, որ իրավական բեսպրիդել է տեղի ունենում երկրում բոլոր առումներով։ Եվ հիմա իրավական բեսպրիդելի դեմ իրավական ճանապարհով պայքարելը արդյոք ժամանակի անիմաստ վատնում չի։ Ուրա փողոցը։ Ես իդեպ ձեր հարցը արդեն էի կռահել, բավականին լավ հարցադրումը տվեցիք, սիրով լսեցի ձեզ։ Առաջինը, արդյոք իրավական բեսպրեդել կամ ամենաթողություն արկա է թե ոչ։ Իհարկե արկա է։ Դա տեսնում ենք, կարելի ասել ամեն օր։ Ի վերջո ԿՀ-ի կողմից երեկվա գործողությունները եւս այդ տրամաբանության ներքո են։ Արդյոք դրա դեմ իրավական որևէ մի գործողությունը արդյունավետություն չի ունենալու։ Ավելի հավանական է, որ դա ճիշտ կանխատեսում է։ Արդյոք դա նշանակում է, որ պետք է այն չիրացնել։ Չէ, այն պետք է իրացնել։ Արդյոք դա միայն իրացնելը բավարար կլինի, չեմ կարծում։ Այն, որ ընտրական գործընթացը մշտապես հանդիսանում է իրավակ քաղաքական գործընթաց, եւ այդ իմաստով պարզապես հենվել է իրավական գործընթացի վրա, արդյունավետ չի կարող լինել, դա կարծում եմ իսկապես տեղին դիտարկում է։ Այն, որ պետք է լինի նաև որոշակիորեն քաղաքական զուգահեռ գործընթաց, կարծում եմ առավել քան ողջամիտ է, կներեք ավարտեմ։ Եվ կարծում եմ նաև այսօր հնարավորություն կունենաք լսելու ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նաև դիրքորոշումը, ով հիշեցման կարգով արդեն 1 տարի է, ինչ գտնվում է կալանքի պայմաններում եւ այդ պայմաններում էլ մենք ընտրություններ ենք ունեցել։ Ինչ ձևաչափով է հայտարարություն է արել, ասելով, որ սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Դուք համաձայն եք, որ պետք է միասնական օրակարգ մշակել ՍՀԿ-ի հետ եւ միասնական քայլեր։ Կարծում եմ առաջիկայում կլինեն նաև քաղաքական հստակ հայտարարություններ նշված հարցի վերաբերյալ։ Ես կցանկանամ հիմա եւս առիթը օգտագործելով արձանագրել մեկ հանգամանք։ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այդ ընտրություններում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն տվել իրենց այն վստահության քվեն, որը իրենք պատկերացնում էին, որ պետք է ստանան։ Միաժամանակ էլ ասեմ ավելին, այն ինչքան ձայնը ստացել են միջազգային փորձում մի շարք երկրներում բավարար է լինելու արձանագրելու համար միայն մեկ հանգամանք, որ պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Բայց մյուս հանգամանքն եմ ուզում նշել, որ այն արտահայտությունը, որը իրեն թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը երեկ, դա մեղմ ասած խայտառակություն։ Որ մեկը։ Երբ քո քաղաքական հակառակորդ հանդիսացող ուժերը ստանում են այդ աստիճան մեծ ծավալի ձայներ, որը կես միլիոնից ավելի ձայն է հանդիսանում, այդ ընտրողների նկատմամբ պետք է դրսևորես բացառապես հարգանք։ Մեր կողմից նույն իրենց ձայն տված մեր հայրենակիցների վերաբերյալ որևէ մի բացասական գնահատական որևէ մի իրավիճակում չի տրվել եւ չի տրվելու։ Այլ հարց, որ նվազագույն հարգանք չունենալ քո իսկ հայրենակիցների նկատմամբ միատել զրպարտել իրենց, վիրավորել իրենց, ընդհանրապես մենք պետք է ունենանք բարեվարքության կանոններ, որը դե իհարկե այս իշխանություններից երբեք հնարավոր չէ ակնկալել։ Եթե 50, եթե այդ 700,000-ից ավելի ձայնի հետ կապված, ես ձեզ մեկ անգամ եւս էլ պնդումս կկատարեմ 100,000-ից ավելի ձայների հետ կապված, ինձ տվեք սպառիչ պատասխաններ։ Օրինակ, ինչի համար է ստացվում, որ այդ աստիճան շատ մենք ունենում ենք անվավեր քվեաթերթիկներ, որի պատճառը հետևանքային կապը տեսնում ենք։ Ինչի 80,000-ի շուրջ 80,000 մեր հայրենակիցների անձնագրերը չեն աշխատում։ Համառորեն, տենց կարելի ասել, վճռականորեն այդ խնդիրը արկա է լինում։ Ինչով է այս ամենը պայմանավորված։ Հիմա կներեք, եթե այս իմ ասած պնդումները որոշակիորեն հաստատված լինեին, նույնիսկ իրենց ձայների փոշիացման շնորհիվ կառավարություն ձևավորելու իբրև հնարավորությունն էլ արկա չէր լինի։